Խաղաղության պայմանագիրը խաղաղության գործընթացի մասերից մեկն է, փաստ է, տեքստը համաձայնեցված է։ Ադրբեջանի մոտեցումները իհարկե կառուցողական չեն այս փուլում, բայց դրանք չեն նսեմացնում մեր ջանքերը խաղաղության համաձայնագրի բանակցությունների տեքստում։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է ԿՊ պատգամավոր Արժման Եղոյանը։ Պատգամավորն ընդգծել է, որ տեքստում ամեն ստորակետի շուրջ տևական քննարկումներ են եղել։ Փաստաթուղթ ստորագրելն էլ խաղաղության գործընթացի փուլերից մեկն է, ուստի չեն կարող առանձնացնել ամբողջ գործընթացից։ Starlink արբանյակային ինտերնետն արդեն հասանելի է Հայաստանում, ինչպես խոստացել է խորագրի ներքո վարչապետի Facebook-ի գրառումն է։ Starlink-ի բաժանորդները կարող են իրենց աշխատանքը կազմակերպել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, բնության գրկում, սարերում, դաշտերում, անտառներում, մնալով անմիջական կապի մեջ աշխարհի եւ բնության հետ։ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել քննարկում առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի վերաբերյալ։ Առողջապահության նախարարը զեկուցել է շինարարական աշխատանքների ընթացիկ իրավիճակի, առողջապահական ոլորտում կառուցման, վերակառուցման եւ վերազինման այս տարի նախատեսված կապիտալ ծախսերի վերաբերյալ։ Ներկայացվել է, թե ինչ փուլում են տարբեր առողջապահական հաստատությունների նախագծման, կառուցման եւ հիմնանորոգման աշխատանքները։ Մարտի 28-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ։ Քննարկվել են զինված ուժերի կերպափոխման հայեցակարգից բխող օրենսդրական փոփոխությունների կենսագործման ընթացքին առնչվող մի շարք հարցեր։